Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Ինչպես ազատվել մեծ փորից։ Սա խնդիր է, որը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց։ Եվ որ ասում են քերի շարժի, ոնց որ թշնամի լինեք մարդկանց։ Իրանք չեն ուզում շարժվեն։ Ասում են գարեջրամոլ տղամարդիկ ժամանակի ընթացքում նմանվում են կանանց։ Տղամարդկանց որ ինքը շատ մեծ ազդեցություն ունի թեստոստերոնը ցածրացնում, դրա համար բարձրացնում է գանացի հորմոնը։ Այդ ինչա դառնում, ասես գրծքերը սրվում են, որտեղ գեղձերն են սկսում մեծանալ, ասես գրծքերը սրվում են, դառնում ոնց որ աղջիկ։ Մեծ որովայնը բացի էսթետիկ կողմից ինչ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Ասեն սենցել գա, ինքն ասում ածխաջրանից շատ արագ նիհարեցի։ Այո, բայց գիտես ինչ նիհարեցիր։ Ինչի։ Ջուր մգան գործերի դու։ Մականային զանգվածի հաշվին, ջրազրկվելու հաշվին։ Ինչ անենք որովայնի ճարպից ազատվելու համար, մանո, օգնեք մեզ։ Ճիշտ խաղանք էս խաղը։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ինչպես ազատվել մեծ փորից։ Սա խնդիր է, որը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց, եւ ասում են ամենադժվարը որովայնի ճարպից ազատվելն է։ Ուրեմն ինչի հետ մենք գործ ունենք եւ ինչպես դա անել։ Մեզ կասի առողջ ապրելակերպի մասնագետ, մարզիչ, սննդաբան Մանո Գրուտյանը, ողջույն Մանո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտար եկար մեզ մոտ, որ օգնես ճիշտ խաղանք էս խաղը։ Այսինքն տարբերենք Միֆը իրականությունից։ Ես եմ շնորհակալ, որ ինձ կանչեցիք, որ լուսաբանեք այս ամեն ինչը։ Կարանք սկսենք։ Դեր արդյոք սպասենք։ Սկսեցինք, ասացեք խնդրեմ, ինչից է որ նայում ենք մեր երիտասարդներին, բարեկազմ, բարձրահասակ, հետո հասնում են ինչ-որ որոշակի տարիքի եւ հայ տղամարդուն առանց մեծ փորի չենք կարող պատկերացնել։ Պատճառը շատակերությունն է։ Ես կասեի ոչ թե մենակ շատակերություն, այլ դե Գարայի բաժանի մի քանի բանի։ Առաջինը, որ մենք երբ որ մեծանում ենք տարիքով, այսինքն չգիտեմ 30 տարեկան ասում եք, ես միշտ դրա մասին խոսում եմ, որ մենք կորցնում ենք մգանային զանգվածք։ Իսկ երբ որ կորցնում ենք մգանային զանգվածք, մեր մետաբոլիզմը իջնում է։ Մեր մարմնի այդ յուղերը, որ ասում ենք ջարբերը վարելը, իջնում է։ Այդ դեպքում ինչ անում, այսինքն դու դու ես նույն չափսի, բայց ելի չաղանում ես։ Էդի մեկ գործոնը։ Երկրորդը նստակայից կյանքն է։ Այսինքն դու երիտասարդ ժամանակ ելի քո մետաբոլիզմը բարձր է։ Ինչքան սկսում ես տարիքով մեծանալ, իջնում է, չի, ասեցինք էդի։ Ու դու քո գործի մի դարձել է 95% մարդկանց նստակայից։ Եվ որ ասում են քերի շարժի, ոնց որ թշնամի լինեք մարդկանց։ Իրանք չեն ուզում շարժվեն։ Այդ նստելը մեզ բերում է ամբողջ այդ խնդիրներին, հիմնականում որովայնի շրջանին, որը ինքը ավելացնում է իր ջարբերը։ Երրորդը գացի է ստրեսը։ Հիմա կվադրությամբ, այսինքն ժողովուրդը բոլորը ապրում է ստրես։ Այո։ Ես եւ խորհուրդ եմ տալի ասում ստրեսի համար գնացեք ես ինչ բաներ արեք, մարդիկ էլի գալում են որ չգիտեմ, ավելորդ ակտիվությունը կամ ավելորդ ժամանակաձախսը իրանց համար իրանց կյանքի։ Չէ, ստրեսն մեծ կապ ունի մեր այսօրվա ապրելակերպի հետ։ Իսկ վերջինը գալիս այարգե շատագերությունը մարդիկ նստած ժամանակ ասենք չեն զանազանում թե ուզի դե փորձում են մակրո դեր կարող իրանք կալորիաները անցնում են օրական իմացեք այդ պատճառով էլ հաստատ բերում է գիրության ասում են ալկոհոլն էլ նպաստում է որովայնի ճարպակալման հատկապես գարեջուրը եկեք հասկանանք այդ գարեջրի տակառ հիշեցնող որովայնները որ հայ տղամարդկանց շատ բնորոշ է ինչից է առաջանում որն է պատճառը գարեջուրը կարծես թե քիչ կալորիաներ է պարունակում մանո շատ ճիշտ հարցեր, հետաքրքիր հարցեր, նայեք այս հարցը չէի բարձրացնել միջեմի, նայեք ալկոհոլներ ունի կալորիաներ, որը շատ բարձր է, ինքը ոչ թե ասենք, որ ասում են 0 կալորիան, բայց ինքը բառնագում բարձր շաքար։ Ինքը բարձր շաքար է բառնագում, որը բոլոր խմիչքները սարքում շաքարից։ Իսկ գարեջուրը, կոնկրետ գարեջուրը, մեր ասենք ոչ թե մենակ հայերար, եվրոպացիներ են սիրում, ամերիկացիներ են սիրում, բոլորն են սիրում են։ Ամռան է հատկապես։ Ամռան, ամառը որ եկավ, всё, գարեջուրի սեզոնը սկսվեց, ասենք առավոտից սկսվում է, գնացինք պիկնիկի, ասես ящիկը վեգանան գետերից դարան ու սկսեցինք խմելը։ Խնդիրը հենց գարեջուրի դրանում է, որ ոչ մեկ մի շիշով կամ մի բաժակով չեն բավարարվում։ Այդ ու շատ ինչ է դարձում։ Եթե դու խմեցիր մի բաժակ կամ մի շիշ, ասենք, օքեյ է, խմեցինք անցավ։ Okay, բայց ոչ մեկ չի բավարարվում գնաց առաջինը երկրորդ երրորդը բերեց չորրորդը բերեց չորրորդը խմելու ընթացքում են գողքերը բարդացիր մի բան բիդենի չէ ասենք աղի բաներ բիդենի այնտեղ չգիտեմ կապչոնիա ժերկիա էսա բայց դրանք էլ չէ կալորիա դու դրանց շատ ուն դեր չես դասում փոքր բաներ են դնում ես բերան բայց վերջում նայում ես մի աման ամփոփսերին գերար չէ այդ ինչա բերելու արդեն ճարբագալման աղ գարեջուր բարդատիր շատ սիրուն համադրություն ճարբագալվելու համար ու ասեք ու նաև վնասները գարեջրի նշենք ասում են գարեջրամոլ տղամարդիկ ժամանակի ընթացքում նմանվում են կանանց ինչն է խնդիրը ճիշտ եք ասեք հենց գալիս է մի հատ ասենք չեմ հաջախորդ կամ փողոցում որ տեսնում եմ միանգամից մենք զանազանում ենք ասում եմ սա բիվի չաղություն է գարեջրի չաղություն է միանգամից ասում ենք սա գարեջրի չաղություն է ինչի համար միանգամից նկատում ես որովհետեւ այս սիրուն գլորա դառնում
ոնց որ այն բանը, երբ որ գնում եք բանը, ինչ էր լողալու, ինչ են հագնում երեխեքը, sense գլորի։ Կամերները, Տոշ ասես կամերա դառնում այստեղ։ Կամերի փոր, ինձ հիշեցնում են գարեջրի տակառներ։ Գրկածման եմ գալիս։ Դες կարանի, ու ամենակարևոր գեդը, որ դրա մարդկանց ոտ ինքը շատ մեծ ազդեցություն ունի տեսեսրոնա ցածրացնում։ Դրա բարձրացնում է գանացի հորմոնը։ Այդ ինչա դառնում, ասես գրծքերը սրվում են, որտեղ գեղձերն է սկսում մեծանալ, ասես գրծքերը սրվում են, դառնում ոնց որ աղջիկ։ Ասես մի անգամ զանազանում ես դու գարեջրի ոնց է ստեղծել այս ամփոփչը, ու սովորական մարդունը, այսո խորհուրդ եմ դարի մարդկանց, դրա մարդկանց կոնկրետ, որ շատ քիչ օգտագործեն գարեջուրը, թե չէ sense սիրուն գրծքեր եք ունենալ, դա աղջիկի այն, դու չեք տարբեր այլևս։ Էստրոգենները շատանում են, կանացի հորմոնները պակասում են, տղամարդու հորմոնները։ Այնպես որ Մանոջան շնորհակալություն այս ինֆոյի համար։ Մեծ որովայնը բացի էսթետիկ կողմից, ինչ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Նայեք, ինքը լուր վտանգ է։ Չարբակալումը լուր վտանգ է, երբ որ մարդկանց ասում ենք գնացեք, հետազոտվեք, նայեք կամ հետևեք ձեզ, ասում ես մենք ոչ մի բան չունենք։ Մենք ոչ մի բան չենք զգում։ Ճիշտ է, դուք հիմի ոչ մի բան չեք զգալու։ Ինչ որ զգալու եք 10 կամ 20 տարի եք զգալու։ Առաջինը, ինչ անելու, խոլեստերինը երբ բարձրացավ, այսինքն LDL վատ խոլեստերինի մասին եմ ասում։ Սրտանոթային խնդիրներ։ Առաջինը, պատրաստա, ինֆարկտ կլինի, չգիտեմ, ինչ կլինի, գփագվի, այդ անցանք երկրորդը բերում է մեզ լյարդի ճարբակալումը, ինսուլին դիմադրությունը, դա արդեն մեզ բերելու է շաքարի խնդիրները, երրորդը որ մարմինի բորբոքումներ առաջանում շատ, որը մարդիկ դրանք չեն զգում, այսինքն երբ որ դու հանձնես անալիզեր, նոր կհասկանաս թե ինչ խնդիրներ ունես դու։ Հիմա ինչ անենք որովայնի ճարպից ազատվելու համար, մանո օգնեք մեզ։ Ճիշտ խաղանք էս խաղը։ Ինչից սկսել։ Նայեք, դա գաղտնիք չի, ամենտեղ ես բացահայտում եմ, մարդիկ կարծում են որ գաղտնիք կա դրա մեջ, չէ, գաղտնիք չի կա, առաջին հետևում եք սնունդը, այսինքն բարձրացնում ենք սպիտակուցները, մաքուր բարդ ջարբերն ենք օգտագործում, այսինքն բրինձա, գրեչկանա, ածխաջրերն ենք օգտագործում, երրորդը մաքուր ջարբերն ենք ավելացնում, այսինքն զեյթունի զեյթը, ավոկադոն, ավգիտի դեղնուց, այսպես սրանք ենք բարձրացնում, որովհետեւ վատ խոլեստերինին ջնշենք։ Okay, երրորդը բարդատիր մարզումներ, շարժում, պիտի շարժվես, ինչքան շարժվես, այնքան շուտ ես վարում դու դրանք։ Okay, իհարկե ամենակարևոր կետը, որ fast food-ից, վերամշակվածից հեռու մնալ։ Okay, իմի չենք խոսում, դες բոլորս էլ օտից չենք ընկել, սուրբ չենք։ Որովհետեւ են գանք մեզ թույլ տանք շաբաթը կամ երեք շաբաթը մի անգամ ինչ-որ մի բան անել, խախտում անել, բայց հիշեք, որ մի անգամ մաքուր ուտելով դուք չեք մաքրում ձեր օրգանիզմը, մի անգամ վատ ուտելով էլ չեք վատացնում։ Եվ որ բարբերաբար է լինում։ Այսինքն դուք մաքսիմալ փորձում եք երկար մաքուր ուտել, որ ուղղվի ձեր ամեն ամբողջ խնդիրները։ Okay, հեռու մնացեք փողոցի ուտելիքներից։ Ինչքան կարող եք։ Շաքարից։ Դե դրա մտնում էլի փողոցից։ Այո։ Ինչ որ վերամշակված է, ես sense մի հատ օրենք ունեմ։ Ասված վեց ինչ որ դվել է, այդ դրանք գերեք։ Բնական, ասված ինչ որ մեզ դվել է, շատ խորը բարեմ ասում ես, ասված ինչ որ դվել է, գերեք, շատ հանգիստ գերեք, դրանցից մաքուր բան չկա։ Ինչ որ մարդու ձեռն է գբե, մարդն է սարքել, այդ դրանից հեռու մնացեք։ Լավ մանո, ածխաջրերի մասին մի փոքր ասեցիր, բայց հիմա հստակ ասեն, կան մարդիկ, որ ասում են ածխաջուրը հանեմ, փորս կիչնի, եւ ածխաջրից հեռու են մնում։ Կիչնի։ Ամենասխալ բանը, դաժե ասես որ ասում են մարդիկ քետոել են բան։ Ես անձնապես դեմ եմ։ Կետո դիետաներին։ Ինչ որ քեզ զրգում է ածխաջրից դեմ եմ, որովհետեւ ածխաջրը քո մարմինի ոնց ասեմ, բենզինն է։ Վարելիքն է։ Էներգիան։ Եթե դու ասես մի օր դիմացար, երկու օր դիմացար, երեք օր դիմացար, 4 օր, 5 օր, հետ ուր ես գնալու։ Ոչ մի չես կարող գնաս։ Հերու չես կարող գնաս։ Առանց վարելիք չես կարող։ Ավելաբրես, վերջանալու է այդ վարելիքը։ Գալինոց ջամփեն գանքես, այսինքն առաջին ուղեղը չի աշխատելու։ Մեր ուղիղ սնունդը ածխաջրերն է։ Երկրորդը էներգիա դա բրձնելու։ Դու չես կարող արաբոդը զարտելու ես մեռած, քո մուդը լրիվ աննորմալ, չես ուզում ոչ մի բան անել, ամբողջի հետ գրիվ ունես, ոչ գործ ես անում, ոչ նորմալ քնում ես, ոչ մի զարթում ես։ Մարմին ստրես է հաշվի հետո։ Մարմին ստրես է ապրելու դրանից։ Հանեցի հասավ օրը, չես դիմանալու, ինչ ես անելու։ Բացելու ես սառնարանը, ոնց որ ասում են, վերևից ներքև սրբելու ես։ Բայց հատկապես պարզ ածխաջրեր ես ուտելու այդ ժամանակ։ Եկեք տարբերակենք։ Աբրես, մարդիկ այդ քո մարմինը սկսելու արագ մի բան ուզի, չէ՞։ Այդ քաղցրի բաճկներ է շատ դառնում։ Այո։ Որտեղ քո մարմինը ուզում արագ էներգիա է ուզում, իրան էներգիա է պետք։ Քեզ նենց է դալու, որ բանջ կա։ Դուր շուտ արենց արագ մի բան դուր։ Արվել 60-ի մեջ է։ Իհարկե։ Ու ասում եմ, մարդիկ չեն դիմանալու։ 99%-ը օրը գալու է, չգիտեմ 5 օր, 6 օր, 7 օր կդիմանա, ինքը դեմ ինչ կա չկա սրբելու է դանի։ Այսինքն եթե գործրել է 2 կիլո, ինքը հետա բերելու 10 կիլո։ Okay։
ու հետո ասեն սենցել գա ինքորասոն ածխաջրանից շատ արագ նիհարեցի այո բայց գիտես ինչ նիհարեցիր ինչի ջուր մգան գործերի դու մականային զանգվածի հաշվին ջրազրկվելու հաշվին որովհետև մեր ասենք մարմինը ամեն մի գրամ ածխաջրին բահում է 7 միլիգրամ ջուր քո մարմինի բալանսն է դա երբ որ դու ածխաջուրը հանեցիր մարմինը չի կարող ջուր բա ինչ անում է ջրերը գնաց հելում գակնում ես ասես է երկու օրում ես 5 կիլո իջել եմ ոստ է բայց եղբայր դու քույրս դու ընդամենը ինչ ես իջել ջուր մեկ էլ մգան իսկ մգանի իջնել ընդհանրապես քո օգտին չի որտեղ մենք մգան ձեռք բերելու դարիներ ենք աշխատում որ մգան կարողանանք ձեռք բերել իսկ դու ընդամենը այդ կոմի դիետա երկու օր մգան գործրեցիր զգուշ եղեք այդքան բան կարամ ասեմ հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցինք հիմա կհարցեն բարդ ածխաջրերը որտեղ են բարդ ածխաջրերը օգտակար ածխաջրերը իմ ամենասիրած բաները բարսակի պատիվներն է բրինձն է հնդկազավարն է ամբողջ հադիգի հացերից եմ օգտագործում ես բայց ամբողջ հադիգի լոբազգիներից ես այդքան սենց ասեմ այ մարդ իրա գարձիկ ունի լոբազգիներից մաքսիմում փորձում հերու մնալ որտեղ ինքը ինձ համար ոչ ածխաջուր է սենց ասեմ ոչ էլ սպիդագուցա մարդիկ օգտագործում են սպիդագուցին բայց չգիտեմ որ մեր օրգանիզմը իրար չի ընդունում իբր սպիդագուց որ ասում օքեյ լոբի մեջ 100 գրամ մեջ գա խոսքի չի 18 գրամ պրոտեին բայց ասում մարմին դրա գեսի չի ընդունում բուսական սպիտակուց չի ընդունում չէ իրան ինքը որ մարսում է դες չի ընդունում այսինքն դու 18-ն չես ստանան դեից այդքան չես ստանալու եղավ իրանք շատ դժվար է մարսեն շատ դժվար է մարսեն որովհետև այդ գարամնա երկար դու վերասի ջարվի իմ ամենասիրած բաները ասեցի այդ ես կոնկրետ այդ 4 բանից եմ օգտվում ես 15 տարի է դրանց վրա եմ շնորհակալություն ինչպես մաքուր պահել լյարդը որովհետև որովայնի ճարպակալումը ուղիղ հարված է հասցնում լյարդին լյարդի ճարպակալում է առաջանում բացի սննդակարգից կան խոտաբույսեր թուրմեր որոնք կօգնեն նայեք մի դե ես նշել եմ դրանք այո ու փորձը ծրծադալի հետո գասեմ ես ինչեր եմ օգտագործում կոնկրետ ես լյարդի համար Մարիամի փուշը բոլորը գիտեն դրա մասին գարտան դրա մասին օգտագործեն շատ լավ բան է օգտագործում են արդիշոկի այո այ դրա շատ օգնում արդիշոկը իհարկե ինչ որ խոսում եմ լրիվ վերծրած 99%-ով որ փորձված բաներ են մարդկանց գարձիկների կամ բաների վրա եւ հետազոտությունների վրա ես ինչ որ խոսում օտիզմ ոչ ման չեմ խոսում ու ես անձամբ օգտագործում եմ նակը կոչման նակ ինքը էլի խոդաբույսերից է բայց դեղահավի միջոց է մեկ է տուտկա այսրանք շատ լավ բալանսի են բերում լյարդի աշխատանքների ֆունկցիաներին ու պաշտպանում են իրան օքեյ ու իհարկե այս ընթացքում պիտի հեռու մնաս ֆաստ ֆուդերից ջարբոտ ուտելիքներից որովհետեւ քոնե կարողանաս վերահսկես քո լյարդը տուրմերը կարելի է թրմել սնունդից կես ժամ առաջ ընդունել մի բաժակի դեսքով ու վերջ այդքան բան որովայնի ճարպից ազատվելու համար շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը մասնավորապես ուժային վարժությունները ասենք շեշտը ինչի վրա պետք է դնել եւ բացենք փակագծերը որովհետեւ կան մարդիկ որ գնում են մարզասրահ ասում են հիմա մի երկու հատ պրես անեմ այս փորը իջնի կիջնի իհարկե ոչ բանը ճիշտ է դե միշտ ասել եմ ուրիշներել եմ ասել որ իմ բլոգը սկսվել է հենց այդ պրեսի բանով որ մարզիչներ կան ասում են այս երեք վարժությունը արա փորի պրես կունենա շատ սիրուն ամառվա պատրաստ կնես ասեմ որ սուդա դենց բան չկա առաջինը խոսացին կարեսա սնունդից այո երկրորդը մարզանքից գլխավոր բանը այսինքն երբ որ մենք ունենք ջարբակալում ունենք ինսուլինի խնդիր բարդաթիր երբ որ ունենք ջարբակալում ունենք խնդիր ինսուլինի դիմադրության ոնց է լուծում էդի ուժային մարզումներով որովհետև մգանների աշխատանքը մեկ էլ ուժը այդ է սպանում ինսուլինին ցես բացատրեմ որ դայրեկտ լինի այդ է սպանում ինսուլինի աշխատանքին չպիտի գնանք մենակ փորանենք չպիտի գնանք մենակ վազենք ասում ես ամենը մենակ հելում վազում եմ գեժամ չէ եղբայր դու մգան ես գործնում քույրս մգան ես գործնում դու բարդաթիր պիտի ուժային վարժություններ անես համարիր ամբողջ մարմնի համար ամբողջ մարմինի համար որպեսզի չունենան ինսուլինի դիմադրողականություն, որովհետև ինսուլինը խանգարում է իհարել։ Աբրես։ Երկրորդը, որպես սիրուն մարմին ունես, ասենք ինչ գրամ մենակ ոդկան եմ։ Ես այդ չեմ հասկանում, որ աղջիկը գրում է մենակ ոդկամ հետը, ոդկ։ Ոչ։ Էսերակոն։ Ասենք աղջիկի հիմա ես բոլոր այդ որ խոսում եմ, զրուցում ենք կամ ինձ հարցնում են, 70-80% ունեն մեջքի խնդիր։ Առաջին ոդը նստակայց կյանքն է։ Ինքը եկերա հետևը շտկի, բայց մեջքը սենց քայլես։ Չէ, սիրուն չի։ Դու մեջքիդ վրա աշխատի, որպես ես կարոս չունես մեկ հետոն։ Մասը այդ խնդիրները շատ ունեն։ Լուրջ աղջիկի դրեկի մոդել երիտասարդների գալիս ես կարոզի խնդիրն են։ Երբ նստակայից կամ շատ ոդի գայներուց էլ ներլինում այդ խնդիրները առաջ կայանում են։ Երրորդը մարզումների, ասում եմ, ամբողջ մարմնի տեսքին հետևես,
ոչ թե ինչ-որ մի հատ տվյալ հատվածի։ Մանր խոսեցինք սննդակարգի մասին, սխալներ, որ թույլ են տալիս մարդիկ մարզասրահում, եւ ընդգծեցինք, որ ուժային վարժությունները խիստ կարեւոր են, հիմա խոսենք ջրի մասին։ Միֆ չէ, որ անբավարար ջուր խմելով մենք կօգնենք, որպեսզի որովայնի ճարպակալում առաջանա կամ մեծ փոր ունենանք։ Նյութափոխանակությունը դանդաղի։ Նայեք, հայերի մոտ ջուրը շատ մեծ խնդրեմ է։ Միֆավոր դարածված է։ Աչու ցախ, ինչ ասես ասում են ջրի մասին։ Ես ասում եմ 3 բառ։ Ջուրը 0 կալորիա է։ Ոստել ստոպ։ Ջուրը քեզ չի կարա չաղացնի, քեզ չի կարա նիհարացնի։ Հիմա ջուրը այտուցներ է առաջացնում։ Եթե շատ խմենք, չենք այտուցվի։ Ովքերին։ Էսա գալիս է։ Ձերքերին, աչքերի տակ։ Ինձ որ ասում են այդուցվում է, ես ասում եմ դու մի օր առաջ ինչ ես արել։ Այսինքն դու աղի ես կերել, թե քաղցր ես կերել, թե գիշերը չես քնել։ Այս սրանից 3-ից մեկը պատասխան ես քեզ ասեմ ինչ ամենս այդուցվել։ Բայց ոչ ջուրը։ Ոչ ջուրը։ Ջուրը այդ դեպքում քո մարմինը կբահի։ Ջուրը բահում է քո մարմինը ստրեսի ժամանակ, երբ որ ինքը խնդիր ունի։ Մեր մարմինը շատ խելացի է, մեզից ավելի խելացի է։ Ինքը ջուրը կբահի, երբ որ ինքը խնդիր ունի։ Ոչ թե դենց իլահի։ Ահա, ուրեմն նախորդը աղի ես կերել։ Աղի ես կերել, քաղցր ես կերել, շատ ածխաջրեր ես կերել, դրսի ուտելիք ես կերել, ավելորդ ես կերել քո չափսից, գիշերը չես քնել, բարդատիր քո մարմինը բահում է ջուր։ Իհարկե ջուրը երկրորդ օր հետ է գնում։ Մի հատ որ բերում է բալանսի քո մարմինը, այդ ջուրը հետ է գնում, ինչ որ մնում է քո վրա։ Ջուրը չի չաղացնում, կալորիա չի։ Ջուրը չի կարա չաղացնի։ Ինքը կալորիա չունի։ Այտուցները չի առաջացնում։ Եթե ջուր չես խմում, նույնպես կարաս այդուցվես։ Այդ խնդիրն էլ կա։ Մարդիկ երբ ասում են այդուցվեցի, վсё, ես ջուր չեմ խմել։ Ջուր իմ տշտամինա։ Քո մարմինը գրկնակի ջուր է բահում։ Ինչպես։ Ինչ համար։ Եվ որ մարմինը չի զգում որ դրսից գալիս է, ինքը իր ունեցածը բահում է։ Այսքան բան։ Ահա։ Ինքնապաշտպանական ինստինկտով։ Ինքը մտնում է ինքնապաշտպանական ֆունկցիայի մեջ։ Ինքը բահում է իր մեջի ջուրը, ասում է, չէ, դրսից ջուր չի գալի։ Ես դարձել եմ ուտ։ Ես դարձել եմ ուտ, իսկ ջուր չի գալի, ես ուրեմն ջուր։ Այդ նույն բանը տեղի է ունենում, երբ քաշի կանգ ենք նկատում։ Աբրե, մարմինը մտնում է այդ մոդի մեջը, որ մարդիկ չեն հասկանում։ Ինձ էլ ուտելիք չեն տանում, ասի պահեմ ինչքան որ ունեմ, եւ քաշը չի իջնում։ Ջուրը շատ կարեւոր դեր ունի մեր կյանքում։ Ասում են կյանքը ջուրը, իսկական կյանքը ջուրը։ Իհարկե, արագացնում է մեր մետաբոլիզմը, մաքրում է մեր լյարդը, մեր երիկամները, ինքն է մաքրում, այդ ամբողջ ֆունկցիան ինքն է, մարդիկ դրան շատ ու չեն դարձում, կարծում են մենակ ջուր խմելա, ոչ, եղբայր, ինքը շատ կապ ունի լյարդի, դու մեկ էլ երիկամների ֆունկցիայի հետ էլ։ So, ինքը ոչ չաղացնում է, ոչ թե հարացնում է, օգնում է ամեն ինչին բալանսից, բայց ոչ նիհարել կամ չաղանալու։ Հրաշալի։ Խիստ դիետաները, սոված մնալը օգնում են, որ նիհարենք, ազատվենք այդ որովայնի ճարպից։ Շատ մարդիկ իրենց սովամահ են անում, որպեսզի վերջապես այդ մի քանի կիլոգրամները թողնեն անցյալում կամ օգնեն այդ սանտիմետրերով որովայնի ճարպակալումից ազատվել։ Ասում գոյություն ունի մարմինի մոտ խնայողական մոդը։ Հենց դու մի անգամ սնվեցիր օրը կամ սոված մնացիր, դու գրագի մեջ ես ընկնում։ Մարմինը այսպես փակվում է իր վրա, սկսում է ինքնապաշտպանական մոդի մեջ մտնել։ Ինչ որ ասում են, ես մի անգամ եմ սնվում, ասում եմ դու չաղանալու դիետա ես պահում։ Մի հատ էս բան պատմեմ, ոչ մի մոտ չեմ ասելեցի, այն ճապոնացի սումոիստերը կան։ Իրանց կյանքի մասին էլ էի կարդում, ոնց է դենց չաղանում էլի մարդիկ, չէ, բայց մգանոդել են իրանք, այդի չէ, ոնց ասեմ, մարդիկ չեն նկատի, իրանք դագից շատ մեծ մգաններ ունեն, շատ մեծ։ Ուրեմն իրանց կյանքը ոնց է, իրանք զարթում են առավոտը 5:30, գնում են մարզասրահ, իրանք մարզվելու 4-5 ժամ մոտորես մարզվում են։ Գալիս են տուն, մի հատ ամբողջ սեղան ուդում են, գնում են քնում են։ Սա իրանց կյանքն է, բայց օր 5-6 ժամ մարզվում են, այդ էլ կա։ Այսինքն իրանք ջարբը հավաքում են մգանի վրա, իրանք մգանոտ են, դագից շատ մգանոտ են, ասեմ ձեզ։ Վրենա ջարբը, դա զոտ իրանց մարզաձևն է։ Իրանք այդենց են սարքում իրանց այդ մարմինը, մգանոտ, վրեն ջարբոտ։ Օրը մի անգամ ուտելով 5 ժամ մարզվելով, գնալդուն մի հատ ամբողջ սեղան ուտելով, քնելով։ Արդեն։ Իրանց հիմա հասկացաք երևի։ Եթե դու օր մի անգամ ես ու չես մարզվում, դու ոչ թե մգան ձեռք կբերես, այլ մենակ ջարբ ձեռք կբերես։ Հրաշալի։ Եվ սրանց օրի ես չի բացատրելը, չէ՞։ Ցավում եմ նրանց համար, ովքեր այնքան զողողությունների են գնում, սովամահությամբ իրենց տանջում են, որ այդ կիլոգրամներից ազատվեն, բայց ճիշտ հակառակ ռեակցիա։ Չեն քաշվում ստամոքսի խնդիրները։ Այո։ Մենակ նիարը չի, ասենքն սողությունը դա բերելու է ստամոքսի խնդիրներ։ Էրոզիան մեջն է, բարդատիր։ Այսպիսով, ինչ կասեք ստամոքսի վիրահատության մասին։ Այս դժվարությունները չուզենալով անցնել կամ անցնելով ու չհասնելով արդյունքի, մարդիկ դիմում են ստամոքսի վիրահատության, ուզում են կտրել հանել, չգիտեմ, այլ միջոցներ, լիպոսակցիաներ։
Շատ ցավալի է այդ վիճակը, մարդիկ գնում են հեշտ ճանապարհներին, նայեք, մի դեպքում կարող է ինձ հասկանալի լինի ստամոքս կտրելը։ Մի դեպքում, երբ որ այդ մարդը արդեն ունի հոգեբանական խնդիր, ինքը արդեն, չգիտեմ, 200 կիլո է, ոչ թե 130, 140, 200 կիլոյի մասին եմ խոսում։ Էր ինքը ոչ մի բանի դեմ չի գարում առնի, ինքը հոգեբանական խնդիր ունի, ինքը բժշկի խնդիր ունի, բժիշկներ չկարողացավ իրան օգնել, որտեղ ես ուղարկում եմ, ասում գնա հոգեբանի մոտ։ Okay։ Այդ դեպքում կարող ասեմ, լավ, եղբայր, ընդունում եմ։ Գնա գտրի ստամոքսը։ Այս դեպքից ուրիշ իմ մոտ չի կարելի։ Իմ մոտ։ Դա իմ օրենքն չի կարելի։ Դու մարդ ես, դու ոնց դենց դարձել ես, դու նույնպես կարաս իրան հաղթահարես։ Օտից մի բան չընկավ, չէ՞ որ այդ կան ունեցար, հա։ Դու չշարժվեցի, շատ կերար դենց եղար։ Դե նույնը իմի հագարակ կրգնի ու սկսի անել։ Ես անձամբ նիհարել եմ մոդարս 60-70 կիլո։ Ես անձամբ։ Որքան ժամանակահատվածում։ Մի դար մեկ կան նիհարել եմ։ Իհարկե, այդ ընթացքում եմ սխալներ արել, ուզուց սնունդին, մարզանքս տեղներ, լողս տեղներ, բայց սնունդին մի քիչ սխալ եմ արել։ Ես անձամբ, ես այս ամեն ինչի հիմնել եմ իմ սխալներից գալով, սովորելով, հասել եմ այստեղ։ Այսինքն ես այդ ամեն ինչը ունենում եմ ամեն տարի։ Չաղանալ, նիհարել, այսինքն փորձ ու գնա գալիս եմ։ Որովհետև դուք նաև բոդիբիլդեր եք։ Իհարկե։ Վերջում ես կյանքը փոխեց, էլի դարձա սենց։ Առաջի երթին ես ասում եմ մի հատ գնացեք հոգեբանի մոտ։ Ես չկարողացա օգնեմ, բարդատիր պետք է ուղղորդես մարդուն հոգեբանի մոտ։ Հոգեբանը պիտի աշխատի հետը։ Իմացաք, որովհետև դու երբ որ ստամոքսը կդրեցիր, հիմա խոսացի դրա մասին, ստամոքսը դրելու վատ բաները։ Այո։ Առաջինը վիտամիններ եւ միներալներ, որ չեն յուրացվելու կոմը, չի աշխատելու։ Հաստատ։ Չի աշխատելու։ Սնունդի կեսը չի մարսվելու։ Քո ստամոքսը էսկան էր, ասեք բնական։ Դու սարքիր էսկան։ Դառնում ես հիվանդ մարդ։ Ապես։ Երբ որ ստամոքսը գդրում են, մի անգամից չէ 50-60 կիլոն իշավ։ Մի անգամից, չէ՞։ Նրա ջարվի չա։ Չէ, հաստատ մկան է։ Գեսը մկանը ջուր գործելից էր։ Մետաբոլիզմը ընկավ։ Ունեցար հիվանդի դեսք։ Մեջքը ձրվեց։ Սա խոսում հենց իմ մոտ կա մարզասրահում երկոքի այդից։ Հենց իմ մոտ մարզասրահում կա։ Իմ մոտ եկել ինքը դղամարդ խոսքի 30 քանի տարեկան, ինքը 2 կիլոն չի գարում բարձրացնի։ Ինքը 2 կիլո չի գարա բարձրացնի։ Այդ տիպին ինքը մկանագործել է։ Իսկ մկանը վերականգնելը շատ ավելի դժվար է։ Իհարկե։ Այսպիսով Մանո, հնարավոր է, այո, որովայնի ճարպից ազատվել, եթե ասել եմ, այնտեղ բան չկա, գաղտնիք չկա, սնունդ, շարժում, ջուր, քուն։ Խորը քուն, եկեք քնի մասին նույնպես խոսենք։ Ինչու է քունն այդքան կարևոր։ Եվ միֆ չէ, որ ասում են, եթե քիչ ես քնում, հաջորդ օրը ավելի շատ ես ուտում, եւ որ քնի ընթացքում նաեւ ճարպայրում է տեղի ունենում։ Ու եթե բաց թողեցիր այդ ժամանակահատվածը, ուրեմն քեզ մոտ այդ ճարպայրումը տեղի չի ունենում եւ շատ ավելի դժվար է այս խնդիրը լուծել։ Նայեք, ես խնդիրը բերում եմ այս քնելուն, ես իմիջիում ամեն կողմից խոսալ։ Նայեք, քունի խնդիրը բերում երկու բան։ Մեկը ստրեսն է, երկրորդը հերախոսն է։ Ստրեսը որն է, ամբողջ օրը խնդիր ունեցանք, շատ մարդիկ կան, ես էլ եմ մտնում իրանց մեջ։ Հենց բարգում եմ, սկսում եմ վերհիշել։ Այսօր էս եղավ, այսօր են եղավ, այսօր էս վաղս պետք է ուղեմ, դնեմ, հանեմ, ID 1 սպանում է քունդ։ Այո։ Սպանում է։ Երկրորդը հերախոսը։ Հաստատ գիտեմ, ոչ մեկ թող չի ասի, հաստատ գիտեմ, մարդ չկերևի 90%-ը գմտնի աղջկա հերախոսը ձերը։ Իսկ հիմի մենք ասում ենք քնելուց մի ժամ առաջ գցի հերախոսը։ Ինչու՞։ Որը էկրանները ինչ որ գավույթ բաներ կան, ջարագայթներ, որը դարձա մեր ուղի միշտ զարթուն է բաղում։ Մտածվելու մեջ է մտնում, հասկանալու մեջ է մտնում, քո այդ ֆունկցիայի մեջ է մտնում ուղեղը, ինքը զարթուն է մնում։ Okay։ 95% խնդիրը դա է, ես ասում եմ մի ժամ առաջ չբրդի հերախոսը։ Լավ։ Որպես դու կարող ես խորոքուն կրել։ Խորոքունը մեզ ամենակարևորը 10%-ից 4-ն է, որը մեր մոտ բարձրանում է սոմատրոպինը, աճի հորմոնը։ Դա ինքն է պատասխանատուն քո մարմինը վերականգնելու։ Իհարկե մյուս հորմոնները կբարձրանան, այն մեկը իր գործն անում, մեկը մգանն է սարքում, մեկը աչքերը դա սարքում, մեկը մազը դա սարքում, մեկը եղունգը դա սարքում, այն մեկը իր գործն է անում։ Իմացաք, եթե դու այդ հատվածում քնած ես կամ խորը քնած ես, դու այդ ֆունկցիայից զրկվեցիր, արավոտը գիսատ քնած հելար, քո մարմինը ամբողջ օրը հավատայինց, ամբողջ օրը քաղցր ուզելու քեզնից։ Ամբողջ օրը քաղցր ուզելու քեզնից։ Որպեսզի արագ էներգիա տա քեզ։ Ահա, որտեղ դու ինչի համար մարմին չհանգստացել, էներգիա է պետք քեզի։ Այդ առաջինն է, ասենք աղջիկի մոտ էլի շատ է, որ ինձ ասում են, ես քաղցրի բանջկում, ասում եմ սա, որը մեկը քունն է։ Ասում եմ, սրանցից որ մեկն ես անում։ Պտիկոնը։ Ինչ անենք ստրեսի հետ Մանո, որ չի թողնում քնել։ Ստրեսը շատ բան է, նայեք, գիշերները սենց կարամ ասեմ,
ընտանեկան շփում գոյություն ունի։ Նայեք, սա եկա մի քիչ հոգեբանական։ Ինձ թվում է գիշերը եթե մենք իրար հետ նստում ենք ընտանիքի հետ, ոչ ոք սրա չենք շփվում։ Երբ որ դու նստես քո քրոջը, քո եղբորը, քո մամայի, բաբայի հետ ու շփվես քո օրվա եղածը իրանց հետ, իրանք էլ փորձեն օգնել քեզ կամ դու իրանց, օրվա խնդիրները լուծես, ինձ թվում է շատ հանգիստ կետա կքնեք։ Ոչ թե ինքդ քո հետ կտաս ու կառնես մինչև լույս։ Ճիշտ եմ ասում։ Շնորհակալություն Մանո, հետաքրքիր զրույցի համար, ինֆորմատիվ ամենակարևորը։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, այլ ընդհակառակը կրկնապատկվում է։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մենք զրուցում ենք առողջ ապրելակերպի մասնագետ, ծննդաբան, մարզիչ Մանոյի հետ։ Նորեն համեցեք Մանո։ Անպայման կգա մեծ սիրով։ Մինչ հանդիպում։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման, կհանդիպենք։